Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մեր շատ սիրելի կրակի նշանի ներկայացուցիչների 2026 թվականի մարտ ամսվա և նաև ապրիլ ամսվա կանխատեսումների մասին։ Սիրելիներս, ուզում եմ շնորհավորել մեր գեղեցիկ կանանց այս հիանալի տոնի առթիվ, մաղթել ձեզ ամենայն բարիք, երջանկություն և իհարկե քաջ առողջություն։ Սիրելիներս, քանի որ մի փոքր ուշացրել եմ մարտ ամսվա կանխատեսումները, ձեզ համար կարելի ասել նվեր եմ անում ապրիլ ամսվա հոլովակը համատեղելով մարտ ամսվա հոլովակի հետ։ Դե ինչ գնացինք, մեր առաջին կրակի նշանի ներկայացուցիչները մեր տաքարյուն խոյերն են և նրանց համար մարտի 3-ին տեղի ունեցել լուսնի խավարում 6-րդ ոլորտում։ Սիրելի խոյեր, լուսնի խավարումը առհասարակ մեկ օրվա պատմություն չունի, այսինքն եթե մարտի 3-ը հիմա կնշեք, որ արդեն անցել է, սակայն մարտի 3-ի լուսնի խավարումը դեռ կարող է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում հետք թողնել ձեր կյանքում, քանի որ խավարումները նրանք բավականաչափ մեծ ժամանակահատված են ներգրավում։ 6-րդ ոլորտում այս լուսնի խավարումը նախանշում է այն, որ ինչ-որ մի բան կապված խնամքի հետ, առողջության հետ, աշխատանքային ծրագրերի հետ պետք է այստեղ ավարտվի։ Հնարավոր է, որ դուք մարտի 3-ին կամ նրա մոտակա ժամանակահատվածում, ասենք ընտանի կենդանի էիք պահում, այժմ արդեն կենդանուն հանձնում եք մեկ ուրիշի խնամքին, կամ ասենք փոփոխվում է ձեր աշխատավայրը, կամ ձեր աշխատանքային գրաֆիկը։ Սիրելի խոյեր, ամբողջ ամսվա ընթացքում ձեր գլխավոր մոլորակ Մարսը գտնվում է ձեր 12-րդ ոլորտում։ Սա նշանակում է, որ Մարսի էներգիան ամբողջ մարտ ամսվա ընթացքում արտահայտված չէ և խոյերը կարող են մի փոքր ընկճվածություն զգալ մարտ ամսվա ընթացքում, ինչու չէ նաև շատ ձգձգումներ իրենց գործերում։ Սա նաև կապված է նրա հետ, որ Մերկուրի մոլորակը մինչև մարտի 20-ը լինելու է հետընթաց ձեր 12-րդ ոլորտում։ Սիրելիներս, սակայն նշեմ, որ մարտի 6-ից Վեներա մոլորակն է տեղափոխվում ձեր առաջին ոլորտ և մինչև մարտի 30-ը խոյերին տալու է որոշակի տրամադրություն իրենց անձի վրա ներդնելու գումարներ, այսինքն ծախսելու ինքներդ ձեր վրա, ձեր հաճույքների վրա, ձեր արտաքին տեսքի վրա, միգուցե դուք կմտածեք, ասենք, մազերի գույնը փոխելու մասին, չէ՞ որ Վեներան առաջին ոլորտում մեզ տալիս է զուգվելու, զարդարվելու, մեր անձի վրա գումար ծախսելու հնարավորություն։ Ամսի 9-ին Մերկուրի մոլորակը, որը դեռևս հետընթաց է, ձեր 12-րդ ոլորտում տրին է կազմում Յուպիտերի հետ, որ այս պահին ձեր 4-րդ ոլորտում է, և ամսի 9-ը կարող է լինել շատ լավ օր ձեզ համար, ինչ-որ կարելի ասել գաղտնիքների իրականացման օր, այն ինչ ձեր մտքում կար, այն ինչ դուք ցանկանում էիք, որ լիներ ձեզ հետ, կամ միգուցե ձեր տան անդամի հետ, ուրեմն դուք այդ մասին չէիք բարձրաձայնում, այդ օրը կարող է իրականանալ, սիրելիներս, սրանք այն գաղտնի հույզերն են, գաղտնի երազանքներն են, որոնց մասին մենք չենք բարձրաձայնում, մինչև որ դրանք չեն իրականանում, և ամսի 9-ը կարող է այդպիսի հրաշալի օր լինել։ Ամսի 18-ին ունենք լարված օր, այս օրը փորձում ենք տանեցիների հետ չվիճել, փորձում ենք առք ու վաճառք անշարժ գույքի հետ կապված չիրականացնել, որովհետև ունենք Վեներա Յուպիտեր լարված քառանկյունը, որը մեզ ստիպում է, որ մենք վիճենք, առավել ևս, երբ ձեր Մարսը այդքան ընկճված վիճակում է, և ժամանակ առ ժամանակ ձեզ մոտ բնականաբար նեղված էներգիա է կուտակվում, որը դուք ուզում եք ինչ-որ ձևով թոթափել։ Ամսի 19-ին
Նորալուսին է տեղի ունենում ձեր 12-րդ ոլորտում և նշանակում է մարտի 19-ից հետո ինչ-որ նորություններ կարող են լինել կապված ձեր գաղտնի սիրային կյանքի հետ, կապված նրա հետ, որ ձեզ կարող են աշխատանք առաջարկել, որը դուք տանից պետք է կատարեք։ Միգուցե նաև ամսի 19-ից հետո հնարավորություն կլինի մեկնելու օտար երկիր։ Նաև այստեղ ամսի 19-ից հետո հնարավոր է, որ ասենք ցանկանաք հանգստի մեկնել ինչ-որ տեղ, որտեղ կլինեք բնության գրկում և չեք ցանկանա մարդկանց հետ շփվել։ Ամսի 20-ից արդեն Մերկուրին առաջընթաց է ձեր 12-րդ ոլորտում և արդեն կարելի ասել մտքերը սկսում են պարզվել, արդեն սկսում եք սթափ մտածել, եթե մինչև ամսի 20-ը տեսնում էիք խառը, երազներ, միգուցե մղձավանջներ, ապա ամսի 20-ից հետո այդ ամենը սկսում է կարգավորվել։ Ամսի 22-ին Մարս մոլորակը շատ լավ ասպեկտացիայի մեջ է Յուպիտեր մոլորակի հետ, սիրելիներս, քանի որ Մարսը ձեր գլխավոր մոլորակն է, այս ասպեկտացիան անմիջապես ազդելու է ձեր կյանքի վրա, հիշեք մարտի 22-ը հոյակապ օր է, ցանկացած հարցերի լուծման համար, կլինեն դրանք աշխատանքային հարցեր, կլինեն դրանք վերանորոգման հարցեր, անձնական հարթակի հետ կապված հարցեր, կամ միգուցե առողջության հետ կապված հարցեր, այդ ամենը շատ հաջող է լուծել ամսի 22-ին։ Ամսի 28-ին երկնքում ուրեմն կազմավորվում է մի շատ լավ հետաքրքիր ասպեկտացիա Սատուրն և Պլուտոն մոլորակների միջև, սիրելիներս, Սատուրնը վերջերս փետրվարի 14-ին մուտք է գործել ձեր առաջին ոլորտ և նշեմ, որ արդեն որոշակի խոյեր, հատկապես ուրեմն նշանի սկզբում ծնվածները, մարտի 21-22-ին ծնվածները, նրանք արդեն կարող են զգալ Սատուրնի ազդեցությունը իրենց արևի վրա, որովհետև Սատուրնը այստեղ փորձում է ձեր կյանքում առաջացնել դժվարություններ, սակայն ամսի 28-ի այս ասպեկտացիան հոյակապ հնարավորությունների ասպեկտացիա է, եթե դուք օնլայն հարթակում բիզնես ունեք, ապա այստեղ շատ լավ արդյունքներ կարող եք ունենալ ձեր բիզնեսից, կամ այստեղ ընկերական շրջապատում շատ լավ նոր ծանոթություններ կարող եք ձեռք բերել, նոր գործընկերներ կարող են ի հայտ գալ, քանի որ Սատուրնը, սիրելի խոյեր, ակնթարթային իրավիճակներ չի առաջացնում, նրա առաջացրած իրավիճակները մեր կյանքում տևում են բավականին երկար, ուստի ուշադիր եղեք, թե ում հետ եք ծանոթանում ամսի 28-ին կամ ձեզ ինչ գործնական առաջարկ են անում, որովհետև այդ առաջարկները ձեզ բերելու են բավականին երկարատև եկամուտների շղթա։ Ամսի 30-ին արդեն Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր երկրորդ ֆինանսական դաշտ, սիրելիներս, և սա նշանակում է, որ գրեթե ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում Վեներան լինելով երկրորդ ոլորտում, իսկ սա Վեներայի տունն է, ցուլի նշանն է, Վեներան այստեղ իրեն շատ լավ է զգում, սակայն ձեզ մոտ ցանկություն կառաջանա և գումար աշխատելու և մի փոքր ավելի շատ ծախսելու, իսկ խոյերը ծախսել սիրում են։ Դե ինչ այժմ անդրադառնանք արդեն ապրիլ ամսվա կանխատեսումներին։ Ապրիլի 2-ին ունենք Լեալուսին ձեզ համար շատ կարևոր 7-րդ ոլորտում, իդեպ նշեմ, որ ապրիլ ամիսը ձեզ համար ավելի հաջող ամիս է կապված ձեր անձնական հարաբերությունների կարգավորման հետ, կապված աշխատանքային կամ ինչու չէ նաև առողջության հետ կապված հարցերի համար և նշանակում է կարելի է մարտի 22-ից սկսած արդեն կենտրոնանալ կարևոր լուրջ գործերի վրա և ներառյալ ամբողջ ապրիլ ամիսը։ Եվ ապրիլի 2-ի այս լիալուսինը 7-րդ ոլորտում կարող է բերել հստակեցում կապված կողքի մարդկանց հետ, ում հետ եք դուք շփվում, ում հետ եք աշխատում, ով է ձեր կողքին, նեղ պահին, լեն պահին, այսինքն այստեղ դուք հակված եք լինելու
փոփոխելու ձեր շրջապատը։ Սա նշանակում է, որ որոշ մարդկանց հետ դուք կցանկանաք դադարեցնել ձեր շփումները, կամ միգուցե կլինի նաև այնպիսի մարդ, որի հետ անձնական հարաբերություններ ունեք, այստեղ հնարավոր է այդ մարդու հետ նույնպես ցանկանաք խզել ձեր հարաբերությունները։ Եթե դուք ամուսնացած եք, ապա այստեղ ուշադիր եղեք, որպեսզի ամուսնալուծության խնդիր չառաջանա։ Ապրիլի 5-ին ունենք լարված ասպեկտացիա, Արևը առաջին ոլորտում է, իսկ Յուպիտերը 4-րդ ոլորտում է և նշանակում է այստեղ ապրիլի 5-ին պետք է շատ ուշադիր լինեք ձեր առողջության նկատմամբ։ Երբ արևը գտնվում է առաջին ոլորտում, սա իհարկե առաջին հերթին մեր առողջությունն է, թեպետ Յուպիտեր մոլորակը այնքան էլ այստեղ խնդրաշատ չէ առողջության հարցերում, սակայն ապրիլի 5-ին հնարավոր է ունենաք վատ տրամադրություն, վատ ինքնազգացողություն կամ ինչ-որ հարցեր ձեզ մոտ չստացվեն և դուք, ասենք, նյարդային ցնցում ապրեք։ Ապրիլի 9-ին արդեն ձեր գլխավոր մոլորակ Մարսը տեղափոխվում է ձեր առաջին ոլորտ։ Սիրելի խոյեր, և կարելի ասել ապրիլի 9-ից սկսած մենք ունենք մոլորակների կուտակում ձեր առաջին ոլորտում, ինչը նշանակում է, որ ձեզ համար շատ կարևոր ժամանակահատված է սկսվում ապրիլի 9-ից սկսած։ Ինչու՞, որովհետև Մարսը ձեր գլխավոր մոլորակն է, և այն ձեր նշանի ներքո, ձեր առաջին ոլորտում ձեզ տալիս է անսանձ էներգիա, այսինքն ինչ ցանկանում եք, դուք այն էլ անում եք։ Եթե մարտ ամսվա ընթացքում դուք ընկճված եք, ինչ-ինչ բաներ չէր ստացվում, նյարդայնանում եք, սակայն ստիպված համակերպվում եք այդ իրավիճակի հետ, այժմ ապրիլի 9-ից հետո խաղի կանոնները դուք եք թելադրում, այսինքն դուք եք որոշում ով, երբ, որտեղ։ Ամսի 15-ին Մերկուրի մոլորակն է տեղափոխվում ձեր առաջին ոլորտ, նշեցի, որ արևը նույնպես ձեր առաջին ոլորտում է, և ամսի 17-ին էլ ունենք նորալուսին ձեր առաջին ոլորտում, սիրելիներս, այստեղ արդեն տեսեք, մենք ունենք բավականաչափ կուտակված մոլորակների էներգիա ձեր առաջին ոլորտում և նշանակում է, որ դուք հայտնվում եք ուշադրության կենտրոնում։ Սակայն ամսի 16-ին ունենք ուրեմն Մարսի և Պլուտոնի մեջ հոյակապ ասպեկտացիա, սիրելի խոյեր, ամսի 16-ը նույնպես շատ հաջող օր է և ֆինանսական հարցերի համար, և ընկերական շրջապատում որոշակի հարցեր հարթելու համար, և օնլայն հարթակում բիզնես սկսելու եկամուտ ստեղծելու համար, և նաև ինչու չէ առողջության հետ կապված հարցերը կարգավորելու համար, այնպես որ ապրիլի 16-ը նշեք ձեզ մոտ, որ փայլուն օր է, ցանկացած տեսակի գործարք կարելի է կատարել այս օրը։ Ամսի 24-ին Վեներա մոլորակը իր վերջին արդեն աստիճաններում ձեր երկրորդ ոլորտում միանում է Ուրան մոլորակին։ Սիրելի խոյեր, սա իհարկե ուրեմն կարելի ասել հազվագյուտ երևույթ է, ինչու, որովհետև այլևս Վեներան Ուրանի հետ չի կարող միանալ այստեղ, նշանակում է ամսի 24-ը ֆինանսական առումով շքեղ անակնկալների օր է, այս օրը հնարավոր են նվերներ, ֆինանսական այնպիսի ուրեմն հոսք կարող է լինել, որը դուք ձեր կյանքում չեք էլ կարող երազել, այնպիսի մարդիկ ձեզ կարող են հիշել, ձեզ նվեր անել կամ ձեզ գումար փոխանցել, որոնց մասին դուք արդեն մոռացել եք, սակայն այդ լավ անակնկալները դուք կհիշեք, որովհետև Ուրան մոլորակը ամսի 26-ին տեղափոխվում է արդեն ձեր երրորդ ոլորտ և այս կյանքում դուք այլևս Ուրան մոլորակին չեք տեսնի ձեր երկրորդ ֆինանսական դաշտում։ Իհարկե մի կողմից սա լավ է, որովհետև Ուրանը վերջին 8 տարիներին բավականին մեծ ցնցումներ էր առաջացրել խոյերի ֆինանսական դաշտում, շատերի մոտ կարելի ասել եղել են նույնիսկ մինչև ճգնաժամային իրավիճակներ, Ուրանը սիրում է ցնցել այնտեղ, որտեղ գտնվում է, և այժմ ապրիլի 26-ից Ուրանը տեղափոխվում է ձեր երրորդ ոլորտ և մինչև 7,5 տարի լինելու է ձեր երրորդ ոլորտում, սիրելիներս, տարվա ընդհանուր կանխատեսումներում 2026 թվականի ես խոսել եմ Ուրանի մասին։
Ուրեմն ամսի 28-ին ամիսը վերջանում է կրկին շատ լավ ասպեկտացիայով, Վեներան նույնպես երրորդ ոլորտում է և այստեղից տրինի մեջ է Պլուտոն մոլորակի հետ։ Սիրելի խոյեր, ամսի 28-ը հոյակապ օր է ավտոմեքենայի հետ կապված հարցեր լուծելու համար, վարորդական դասընթացը հաջող ավարտելու համար կամ վարորդական քննությունը հաջող հանձնելու համար, ինչու չէ նաև, եթե դուք ունեք փաստաթղթային հարցեր, ունեք ինչ-որ հարցեր, որոնք կապված են ձեր քրոջ, եղբոր կամ հարևանի հետ, մտերիմների հետ, այդ հարցերը նույնպես շատ հաջող կարող են դասավորվել ապրիլի 28-ին։ Դե ինձ սիրելիներս այսքանը խոյերի կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր հաջորդ կրակի նշանի ներկայացուցիչներին։ Ողջունում եմ մեր շատ սիրելի առյուծներին, սիրելիներս ձեզ համար մարտ ամիսը ֆինանսական առումներով որոշակի կարելի է ասել փոփոխությունների ամիս է, այսինքն ոչ կայուն ֆինանսների ամիս է, ինչու որովհետև մարտի 3-ին ունեցել ենք լուսնի խավարում երկրորդ ֆինանսական դաշտում և որոշակի հարցեր կապված ֆինանսների հետ միգուցե մարտի 3-ին կամ նրա մոտակա ժամանակահատվածում արդեն այդ հարցերը լուծվել են կամ դեռ առաջիկա ամսվա ընթացքում կլուծվեն։ Սիրելիներս, ուրախալի լուր է այն հանգամանքը, որ մարտի 3-ով փակվում է խավարումների միջանցքը և նշանակում է մենք արդեն սկսում ենք աստիճանաբար սթափ դատել, այսինքն փետրվարի 17-ից մարտի 3 ընկած ժամանակահատվածը, երբ մենք ունեինք արևի լուսնի խավարումներ, այդ ընթացքում ոչ մի կարևոր որոշում չէր թույլատրվում, որովհետև այդ որոշումները, եթե սխալ լինեին, մենք չենք կարողանա դրանք փոփոխել 18 տարի։ Ամսի 9-ին Մերկուրի մոլորակը, որը մինչև ամսի 20-ը լինելու է հետընթաց ձեր 8-րդ ֆինանսական դաշտում, այստեղ տրին է կազմում Յուպիտերի հետ, որը այս պահին ձեր 12-րդ ոլորտում է և արդեն այս ամռանը 2026 թվականի հուլիսին արդեն Յուպիտերը տեղափոխվելու է ձեր առաջին ոլորտ, սիրելի առյուծներ, ուշադրություն դարձրեք, որ արդեն սկսած հուլիս ամսվանից ձեզ մոտ հոյակապ ժամանակահատված է սկսվում և ինչու չէ նաև այստեղ խավարումները նաև 2026 թվականի շարունակությամբ, ինչու չէ 27 թվականին տեղի են ունենալու ձեր առաջին և 7-րդ ոլորտներում, սա նշանակում է, որ ձեր կյանքում հստակ փոփոխություններ են տեղի ունենալու։ Սակայն մարտի 9-ի այս լավ ասպեկտացիան Մերկուրի Յուպիտեր մոլորակների միջև կարող է բերել, ասենք, ֆինանսական լուծումներ, օրինակ ինչ-որ մեկը ձեզ նախկինում գումար էր պարտքի և դուք շատ երկար ժամանակ չեք կարողանում այդ գումարը հետ ստանալ, հնարավոր է ամսի 9-ին այդ մարդը վերադարձնի, կամ ինչ-որ բանկային գործարք շատ երկար ժամանակ ձգձգվում էր, ասենք հիպոթեկը չէր հաստատվում, վարկը չէին տալիս, կամ ինչ-ինչ հարցեր կար, որոնք խանգարում էին, մարտի 9-ին Մերկուրիի Յուպիտերի այս տրինը տալիս է հնարավորություն անցյալի այդ ֆինանսական խնդիրը հեշտությամբ լուծելուն։ Ամսի 19-ին նորալուսին է տեղի ունենում կրկին ձեր 8-րդ ոլորտում։ Սիրելիներս, ամսի 19-ից հետո առաջիկա լուսնային ամսվա ընթացքում նորություններ կարող են լինել ֆինանսական հարթակում, կապված բանկային նոր հարցերի հետ, կապված նրա հետ, որ դուք հնարավոր է ժառանգության թեմաներ ունենաք, կամ այստեղ ինչու՞ չէ նաև ձեր նեղ անձնական կյանքում հնարավոր է հայտնվի մարդ։ Նշենք, որ ամսի 20-ից Մերկուրի մոլորակը արդեն սկսում է իր առաջընթացը և սիրելի առյուծներ, ամսի 20-ից հետո կարելի է կատարել ցանկացած գործարք, կլինի դա ֆինանսական թեմայի շուրջ, կլինի դա անձնական հարթակի շուրջ, այսինքն այստեղ ամսի 20-ից հետո այլևս չենք ունենա հետընթաց մոլորակներ, խավարումներն արդեն անցած կլինենք և կարելի է թեթևացած շունչ քաշել և ամեն ինչին նորովի նայել։ Նշեմ, որ
Մարս մոլորակը ամբողջ մարտ ամսվա ընթացքում նույնպես գտնվում է ձեր 8-րդ ֆինանսական ոլորտում, տեսեք սիրելիներս, սա նպաստում է նրան, որ դուք անընդհատ ուրեմն պրպտումների մեջ եք, ինչպես կարողանաք ձեռք բերել կամ հաղթահարել ձեր առջև եղած ֆինանսական խնդիրները։ Մարտի վերջում ամսի 28-ին հոյակապ ասպեկտացիա է ձևավորվում երկնքում, որը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում պահպանվելու է ի շնորհիվ նրա, որ այդ ասպեկտացիան լինելու է երկու դանդաղ մոլորակների միջև, Սատուրնի և Պլուտոնի միջև։ Սատուրնը այս պահին ձեր 9-րդ ոլորտում է, իսկ Պլուտոնը ձեր 7-րդ ոլորտում է։ Սիրելի առյուծներ, ուշադիր եղեք ամսի 28-ին, ովքեր ձեզ կզանգեն, կհիշեն, ովքեր ձեզ գործնական առաջարկ կանեն, ովքեր ձեզ արտասահմանից հյուր կգան, կամ այստեղ ով կհայտնվի որպես հաճախորդ, որպես գործընկեր կամ ինչու չէ որպես մեծ սեր, որովհետև այդ մարդիկ երկար են պատրաստվում մնալ ձեր կյանքում, իհարկե դրական միտումներով, որովհետև Սատուրնը ակնթարթային ոչինչ չի տալիս, այն ինչ տալիս է մեզ Սատուրնը, տալիս է բավական երկար ժամանակահատվածով։ Դե ինչ անցնենք ապրիլ ամսվա քննարկումներին, ապրիլի 2-ին լիալուսին է տեղի ունենում ձեր 3-րդ ոլորտում, սա նշանակում է որոշակի հարց կապված դասընթացների հետ, փաստաթղթերի հետ, հարևանների հետ, քրոջ կամ եղբոր հետ, ինչու չէ նաև ավտոմեքենայի հետ կարող է լուծվել, հնարավոր է ավտոմեքենան վաճառում եք, հնարավոր է հարևանի հետ կոնֆլիկտ ունեք, այդ կոնֆլիկտը հարթվում է, կամ շատ հնարավոր է, որ ձեր հարևանը, օրինակ մտերիմ հարևանը, ում հետ դուք ամեն օր սուրճ եք խմում, տեղափոխվում է լրիվ այլ քաղաք, լրիվ այլ թաղամասում ապրելու եւ դուք նրա հետ այլևս այդքան էլ հաճախակի չեք կարողանա շփվել։ Ամսի 5-ին ձեր գլխավոր մոլորակ արևը, որը նույնպես ձեր 9-րդ ոլորտում է, լարված քառանկյան մեջ է Յուպիտեր մոլորակի հետ, սիրելի առյուծներ, ամսի 5-ին դատական գործերը կձախողվեն, քննությունները կձախողվեն, որովհետև արևը այստեղ թույլ չի տալիս, որ նման հարցերով մենք զբաղվենք, եւ բացի դրանից ամսի 5-ին փորձեք խուսափել երկար ճանապարհ գնալուց, որովհետև վթարներ նույնպես կարող են լինել։ Ամսի 9-ից արդեն սկսում է մոլորակների կուտակումը ձեր 9-րդ ոլորտում։ Ամսի 9-ին Մարսն է տեղափոխվում ձեր 9-րդ ոլորտ, իսկ ամսի 15-ին Մերկուրին է տեղափոխվում 9-րդ ոլորտ եւ նշանակում է շատ հարցեր, որոնք կապված են օտարերկիր մեկնելու ծրագրերի հետ, կամ միգուցե միջազգային կառույցների հետ աշխատելու ծրագրերի հետ, կամ օտար լեզու սովորելու ծրագրերի հետ, կամ ինչու՞ չէ իրավաբանական որոշ հարցերի հետ, այստեղ կարող են ակտիվանալ ձեր կյանքում։ Ամսի 16-ին արդեն Մարս մոլորակը ձեր 9-րդ ոլորտից սեքստիլ է կազմում Պլուտոնի հետ, որը ձեր 7-րդ ոլորտում է։ Սիրելի առյուծներ, Մարսի եւ Պլուտոնի այս սեքստիլը հոյակապ հնարավորություն է բացում մի շարք ֆինանսական հարցեր լուծելու համար։ Ամսի 17-ին կրկին ունենք նորալուսին 9-րդ ոլորտում, նշանակում է նորություններ կարող են լինել կապված փաստաթղթերի հետ, կապված օտարերկիր մեկնելու ծրագրերի հետ, կամ ինչու՞ չէ կապված նրա հետ, որ օտար երկրից ձեր ընկերները, ձեր մտերիմները կարող են գալ կամ ասենք ձեզ նվերներ ուղարկել։ Ամսի 24-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 11-րդ ոլորտ, սիրելի առյուծներ, Վեներան 11-րդ ոլորտում տրամադրում է բավականաչափ շփումների, սակայն ամսի 26-ին արդեն Ուրան մոլորակն է լքում ձեր 10-րդ ոլորտը եւ առաջիկա 7.5 տարին Ուրանը նույնպես լինելու է ձեր 11-րդ ոլորտում։ Սիրելի առյուծներ, ուշադիր եղեք օնլայն հարթակում ում հետ եք շփվում, որովհետև որտեղ հայտնվում է Ուրանը, նա սիրում է ցնցումներ առաջացնել։ Ամսի 28-ին ունենք հոյակապ ասպեկտ, որով էլ փակվում է ամիսը, Վեներա Պլուտոն տրին ասպեկտը ունենք, Վեներան 11-րդ ոլորտում է, Պլուտոնը 7-րդ ոլորտում է եւ ամսի 28-ը կարող է լինել
սիրահարվածության օր, ծանոթությունների օր կամ ինչու չէ նաև կարող է լինել լավ գործընկերների ձեռքբերման օր։ Դե ինձ սիրելիներս այսքանը առյուծների մարտ, ապրիլ ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր հաջորդ վերջին կրակի նշանի ներկայացուցիչներին։ Ողջունում եմ մեր սիրելի աղեղնավորներին, սիրելիներս, Յուպիտեր մոլորակը, ձեր գլխավոր մոլորակը մարտ ամսվա ընթացքում բավականին ակտիվ է, այն այս պահին գտնվում է ձեզ համար 8-րդ ոլորտում, ֆինանսական դաշտում և շատ աղեղնավորների մոտ հնարավոր է բանկային հարցերը, ժառանգության հետ կապված հարցերը, անշարժ գույքի հետ կապված հարցերը այս պահին շատ արդի են։ Մարտի 3-ին տեղի է ունեցել լուսնի խավարում ձեր 10-րդ ոլորտում և շատ հարցեր կապված աշխատանքի, կարիերայի, պաշտոնի, ամուսնական կարգավիճակի հետ հնարավոր է այս հարցերը մարտի 3-ին կամ նրա մոտակա օրերին արդեն լուծվել են կամ միգուցե դեռ կլուծվեն մարտ ամսվա ընթացքում, չէ որ լուսնի խավարումը այն մեկ օրվա ազդեցություն չունի, այն նրա ազդեցությունը տևում է ընդհուպ մինչև 2-ից 3 ամիս։ Սիրելի աղեղնավորներ, այս լուսնի խավարումը փակում է խավարումների միջանցքը, որը նշանակում է, որ մենք մարտի 3-ից հետո արդեն աստիճանաբար սկսում ենք ուշքի գալ, սկսում ենք աստիճանաբար սթափ մտածել։ Սակայն չենք մոռանում, որ Մերկուրի մոլորակը մինչև ամսի 20-ը լինելու է հետընթաց։ Այն հետընթաց է ձեր 4-րդ ոլորտում և նշանակում է անշարժ գույքի հետ կապված ոչ մի հարց այս պահին մենք չենք փորձում լուծել, որովհետև այն միևնույնն է չի ստացվելու կամ շատ մեծ դժվարություններով է ստացվելու։ Նաև այստեղ տան անդամների հետ կապված կարող է նրանց հետ լինել տարաձայնություններ։ Ամսի 9-ին Մերկուրին հետընթաց շատ լավ տրին ասպեկտի մեջ է Յուպիտեր մոլորակի հետ, ձեր գլխավոր մոլորակի հետ և նշանակում է ամսի 9-ին կարող եք շատ լավ լուր լսել ձեր տան անդամի հետ կապված, որին ասենք ֆինանսական մեծ հնարավորություններ է բացվում, կամ հնարավոր է ասենք ձեր տան հետ կապված, անշարժ գույքի հետ կապված ինչ-որ կարևոր փաստաթղթային հարց լուծվի։ Նաև այստեղ ժառանգության հարցերը կարող են լուծվել։ Ամսի 19-ին ունենք նորալուսին ձեր 4-րդ ոլորտում, սիրելիներս, որտեղ Մերկուրին է հետընթաց, այդտեղ էլ նորալուսին է տեղի ունենում և նշանակում է մարտի 19-ից հետո առաջիկա մեկ լուսնային ամսվա ընթացքում մարդիկ կարող են գալ ձեր տուն, կամ հյուրեր կարող եք ունենալ, կամ երեխա կարող է ծնվել ձեր տանը, կամ ձեր տան անդամները, որոնք հեռվում էին գտնվում, կարող են վերադառնալ տուն։ Նաև ամսի 19-ից հետո ձեզ համար արդի է այն թեման, որ դուք ասենք տեղափոխվեք այլ բնակարան կամ ձեր բնակարանում սկսեք վերանորոգում կատարել կամ ինչ-որ ձեր տան մեջ ինչ-որ ասենք գույք կամ տեխնիկա գնեք։ Ամսի 20-ից նշեցի արդեն Մերկուրին առաջընթաց է և վերջ, սիրելիներս, այստեղ այլևս մեզ ոչինչ չի խանգարում գործարքների համար, որովհետև երբ Մերկուրին առաջընթաց է, այստեղ մենք այլևս հետընթաց մոլորակներ չենք ունենում, նշանակում է մեր միտքը սթափ է և մեր գործերը պետք է որ ամբողջ արագությամբ առաջ ընթանան։ Եթե դուք ունեք հարցեր կապված անշարժ գույքի հետ, հիպոթեկի հետ, բնակարան կամ ասենք հողատարածք եք վաճառում կամ գնում եք, այստեղ սիրելիներս արդեն այդ բոլոր գործարքները կարող եք իրականացնել։ Ամսի 22-ին Մարսը, որը նույնպես ձեր 4-րդ ոլորտում է, տրին ասպեկտի մեջ է Յուպիտեր մոլորակի հետ, սա հոյակապ ասպեկտ է, սիրելի աղեղնավորներ, որպեսզի կարողանաք բոլոր բանկային գործարքները կատարել։ Տեսեք Յուպիտերը որքան է ձեզ օգնում ֆինանսական ասպարեզում։ Ամսի 28-ին ունենք շատ լավ ասպեկտացիա Սատուրն և Պլուտոն մոլորակների միջև, ուրեմն այս երկու մոլորակները հանդիսանալով դանդաղ մոլորակներ, նրանք շատ դանդաղ են շարժվում երկնակամարում, այս ասպեկտացիան բավականին երկար է մնալու և նշանակում է, սա մեզ օգնում է, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել այնպիսի խնդիրներ, որոնք կապված են միգուցե քրոջ
կնոջ կամ եղբոր ընտանիքի հետ, միգուցե ասենք փաստաթղթային ինչ-որ հարցեր կարողանանք լուծել, կամ ասենք ձեր երեխայի հետ կապված ինչ-որ հարցեր կան, նրա առողջության կամ կրթության հետ, ապա այդ հարցերը կարող եք լուծել։ Սիրելի աղաղնավորներ, նաև մարտի 28-ին հնարավոր է, որ ասենք դուք իմանաք, որ ասենք ծնող եք դառնալու, կամ ասենք արդեն երեխա ունեք եւ ձեր երեխան մասնակցում է ինչ-որ մրցույթների, իմանաք, որ ասենք ձեր երեխան շատ լավ տեղ է զբաղեցրել այդ մրցաշավում։ Ապրիլ ամսվա կանխատեսումների մասին արդեն խոսեմ, ապրիլի 2-ին ունենք լիալուսին։ Այս լիալուսինը տեղի է ունենում ձեզ համար 11-րդ ոլորտում, ինչը նշանակում է, որ այս օրերին դուք ինչ-որ մեկի հետ կապը ձեր կխզեք, այսինքն ընկերական շրջապատում կլինեն մարդիկ, որոնց հետ չեք ցանկանա այլևս շփվել։ Հնարավոր է այդ մարդիկ նաև լինեն on-line հարթակում, նրանց հետ նույնպես վերջացնեք ձեր հարաբերությունները։ Ապրիլի 5-ին ունենք լարված օր, Արևի և Յուպիտերի միջև, սիրելի աղեղնավորներ, եթե դուք ունեք երեխա, ապա ուշադիր եղեք ձեր երեխայի առողջությանը ապրիլի 5-ին, իսկ եթե չունեք, ապա ուշադիր եղեք այն մարդու նկատմամբ, ով ձեր կողքին է, ով ձեզ սիրում է, որովհետև նրա հետ կարող եք ունենալ կոնֆլիկտներ ֆինանսական հողի վրա։ Ամսի 9-ին Մարս մոլորակը տեղափոխվում է արդեն ձեր 5-րդ ոլորտ և այստեղ 5-րդ ոլորտում, սիրելիներս, ունենալու ենք մոլորակների կուտակումներ, չէ որ ամսի 15-ին էլ Մերկուրի մոլորակն է տեղափոխվում ձեր 5-րդ ոլորտ, նշանակում է աղնավորներին սպասվում է ապրիլի 9-ից հետո բավականին սիրառատ ժամանակահատված, 5-րդ ոլորտը սա այն ամենն է, ինչ մենք սիրում ենք, նշանակում է այստեղ աղնավորները կսկսեն զբաղվել ստեղծագործական աշխատանքով, կսկսեն սիրահարվել, հանդիպել, այստեղ նաև ծանոթություններ կարող են տեղի ունենալ, ինչու չէ նաև 5-րդ ոլորտը երեխաներն են, հնարավոր է ձեզ համար շատ արդի լինի երեխաների թեման։ Նշեմ, որ ամսի 17-ին ունենք նորալուսին ձեր 5-րդ ոլորտում և նշանակում է, սիրելի աղնավորներ, ամսի 17-ից հետո արդեն նորություններ են սպասվում այստեղ, հնարավոր է նոր մարդ հայտնվի ձեր կյանքում, հնարավոր է ձեզ նոր աշխատանք առաջարկեն և հնարավոր է, որ այդ աշխատանքը կապված լինի, ասենք, երեխաների թեմայի հետ, կամ հնարավոր է այդ աշխատանքը լինի ինչ-որ ստեղծագործական տիպի աշխատանք։ Ամսի 26-ին, սիրելի աղնավորներ, շատ հազվագյուտ երևույթ է տեղի ունենում, որը տեղի է ունենում 8 տարին մեկ անգամ։ 2018 թվականին Ուրան մոլորակը մուտք էր գործել ձեր 6-րդ ոլորտ և շատ աղաղնավորների կյանքում սկսած 2018 թվականից առաջացել էին խնդիրներ կամ իրենց առողջության հետ կապված, կամ իրենց աշխատանքի հետ կապված, այս ցնցումները առաջացրել էր Ուրան մոլորակը, սակայն ապրիլի 26-ին Ուրանը ի վերջո լքում է ձեր 6-րդ ոլորտը և դուք կարող եք հանգիստ շունչ քաշել, սակայն մուտք է գործում ձեր 7-րդ ոլորտ, առաջիկա 7.5 տարին լինելու է ձեր 7-րդ ոլորտում, իսկ որտեղ Ուրանն է, այնտեղ մենք ցնցվում ենք, այնտեղ մենք ունենում ենք և դրական, և բացասական շոկային անակնկալներ, իսկ 7-րդ ոլորտը մեր կողքի մարդիկ են, սիրելիներս, այնպես որ պատրաստվեք, որ ձեր կողքի մարդկանցից տեսնելու եք այն ամենը, ինչը չեք տեսել վերջին տարիներին։ Դա ինձ սիրելիներս այսքանը ձեր մարտ և ապրիլ ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ։